Մայրաքաղաքում տրանսպորտային թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիներ արդեն գրեթե չկան։ Համաձայն են, թե ոչ թանկացմանը էական չէ, քաղաքացիները կարծես թե հարմարվեցին ստեղծված իրավիճակին։ Միայն թե նախադեպը վարակիչ էր, արդեն մի քանի օր է Կոտայքի մարզի Պրոշյան և Քասախ համայնքների բնակիչներն են բողոքում, պարբերաբար փակելով Երևան-Աշտարակ ճանապարհը։ Այստեղ էլ քաղաքացիները 25 և 59 համարների գծերի կրճատման արդյունքում ստիպված են օգտվել մուլտիտրանսպորտ ընկերությանը պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից և 150 դրամի փոխարեն վճարել 200-ից 250 դրամ։ Առավոտից բողոքող քաղաքացիները համաձայնեցին բացել ճանապարհը վաղը կառավարությունում բովանդակային քննարկման ակնկալիքով։ Առավոտը 4 հոգով կառավարություն ու քաղաքապետարան փաստաթղթերով չէ։ Այս իրադարձությունների ֆոնին մեդիա կենտրոնում հյուրընկալվել են երևանյան տրանսպորտի դեմ բողոքող «Չենք վճարելու» նախաձեռնության անդամները։ Արդյոք նախաձեռնությունը կարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին և ինչու բոյկոտը մարեց։ Այո, մեր շարժումը իր հիմնական նպատակին չի հասել ու դա պետք է մենք անկեղծորեն արձանագրենք, որովհետև ի սկզբանե մենք նշել ենք, որ մեր հիմնական պահանջը նա է, որ պետք է տրանսպորտի մեկ ուղևորատոմսի համար գինը 100 դրամից ավել չլինի։ Ամեն դեպքում նաև մենք ականատես եղանք, որ հանրային լայն ճնշումների ներքո քաղաքային իշխանությունները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ։ Ի սկզբանե այս 150 դրամանոց ուղևորատոմսը չկար, բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ թանկացումը փոքր-ինչ մեղմվել է, բայց մենք որպես շարժում, որպես քաղաքացիական նախաձեռնություն պետք է հանրության Երևանի բնակիչների հետ անկեղծ լինենք եւ ասենք, որ ոչ միայն մեզ, այլ նաեւ մնացած քաղաքական ուժերին չհաջողվեց անել այնպես, որ հանրային ճնշման ներքո այդ 100 դրամանոց սակագինը չբարձրանա։ Քաղաքային իշխանությունն էր համար, թե հանրային ճնշումն այդքան էլ ինտենսիվ բնույթ չէր կրում։ Նախաձեռնության անդամները վերլուծություններ են կատարել։ Քաղաքային իշխանությունները իհարկե համար էին, իրենք նաև տիրապետելով ահռելի մեդիա ռեսուրսների կարողացան մի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ օրինակ չվճարելը առաջացնում էր ամոթի զգացում։ Իրենք այնպես էին քարոզչությունը կառուցում, որ քաղաքացին ինքը պատրաստ էր չվճարել, ինքը նաև համաձայն չէր այս թանկացման հետ, ինքը նաև տեսնում էր, որ օրինակ սա բարեփոխում չի, սա կիսատ-պռատ ինչ-որ փոփոխություն է։ Միայն տրանսպորտային միջոցի փոխարինումը մեկ այլ տրանսպորտով բարեփոխում անվանելը սխալ է, ասում են բանախոսները։ Իսկ ամբողջական բարեփոխումից Երևանի քաղաքային տրանսպորտը շատ է հեռու։ Սակագնային փոփոխությունները քաղաքապետարանի որդեգրած մասնակցային ժողովրդավարական քաղաքականության հակառակ գործընթացներ, ասում է Հայկ Աբրահամյանը։ Ի սկզբանե պետք է արձանագրենք այն հանգամանքը, որ սակագների վերաբերյալ որոշումը ինքնին կայացվել է ոչ մասնակցային, ոչ թափանցիկ ձևով, ու երբ որ մենք մեր գործողությունների ընթացքում շփվում ենք քաղաքացիների հետ, տեսնում ենք, որ շատ մեծ հանրային անվստահություն կա ընդհանրապես ռեֆորմի նկատմամբ։ Նշվեց արդեն, որ քաղաքացիները իրենք տեսնում են իրենց առօրյայում, որ շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ միևնույն ժամանակ շատերի մոտ հարցեր առաջանում, ինչի 300, ինչու 150, ինչու 100, որևէ հիմնավորում այդպես էլ չտեսնելով, պարզ հասկանալի հիմնավորում հաշվարկներ չտեսնելով, քաղաքացիները այդպես էլ չէին հասկանում, թե իրանք ինչի դիմաց են այս գումարը վճարում, ինչքանով է արդարացվում։ Նախաձեռնությունը չհասավ հարցի ամբողջական լուծմանը, բայց գոնե 150 դրամանոց սակագնային փաթեթի հնարավորություն ստեղծվեց։ Կոտայքում այս օրերին կատարվող տրանսպորտային թանկացումները թերևս մայրաքաղաքում կատարվածի հետցնցումներն են։ Մենք շատ տեսել ենք օրինակ նաև մեր դիմել են մարզերում ապրող տարբեր քաղաքացիներ, ովքեր որ նշում էին, որ որոշակի շղթայական էֆեկտ է ունենում տրանսպորտի թանկացումը Երևանում նաև իրենց համար։ Խնդիրները շատ են, քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով քաղաքացու ձայնը լսելի դարձնելու կարիք կա։ Սա մասնակցային ժողովրդավարության իրական մոդելն է։ Մենք մեկնարկում ենք Երևան 782 քաղաքացիական նախաձեռնությունը, մենք համոզմունք ունենք, որ կա մեծ հանրային պահանջ ու ակնկալիք քաղաքացիների կողմից մասնակցելու Երևանում իրենց հուզող խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը, եւ Երևան 782 նախաձեռնությունը լինելու է այն հարթակը, որը որ հնարավորություն է տալու քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքի կառավարմանը։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։